Նույնիսկ արդեն մեղք է այդ ամեն ինչին իրավական գործընթաց բնորոշում տալը։ Դու ժամանակը մեզ ցույց տվեց, որ օրինակ Արշակ Սրբազանի գործով տեսագրությունները իրականությանը չեն համապատասխանել, ոնց որ իրենց բոլոր գործողություններում են ցածրակարգ կառավարում իրականացնում, այնպես էլ այս քրեական գործերը, որոնք ունեն քաղաքական պատվերի ենթատեքստ, ցածրակարգ ձևով են կարված։ Պատկերացնում եք, անձի բանկային հաշվին փոխանցումներ են արվում, անձն ասում է, ես այդ գումարը չեմ ստացել։ Հիմա կոնկրետ Տեր Հայկ Քահանա Սահակյանի երեխայի պլանշետը չեն վերադարձնում։ Օրինակ ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վիրավորում է։ Կարմիր, կապույտ, նարնջագույն, բոլոր գույնի գծերը հատել են։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Բարև ձեզ, Տիկին Ֆարմանյան։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Տիկին Ֆարմանյան, այսօր Հայաստանում իրավական համակարգը, դատարանները ամեն օր մեզ համար նոր նախադեպեր են ստեղծում, նոր նորություններ, նոր անակնկալներ, եւ գագաթնակետը դա քրեական հետապնդում հարուցվեց ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ։ Սա իհարկե եպիսկոպոսատ ժողովին նրա այցելությունը խոչընդոտելու համար էր, չէ՞, ինչպես հնչեցին տարբեր ոլորտներից։ Ինչի կարող է սա հանգեցնել դեպի ուր են գնալու իրավական առումով, էլ ինչ կարող են անել կաթողիկոսին։ Արդեն գնացել ենք, եթե լայն ռակուրսի մեջ նայենք իրավական գործընթացները, նույնիսկ արդեն մեղք է այդ ամեն ինչին իրավական գործընթաց բնորոշում տալը, որովհետև այն ամենալայն պատկերացումների դեպքում էլ ես կոնկրետ օրինակ որպես պրակտիկ, փաստաբան, որ ամեն օր լինում է դատարաններում գրեթե եւ իրավական գործընթացները շոշափելի են եղել մշտապես ինձ համար, կայծակերպած երկնքում նախ քաղաքացիական դատարանի որոշումը։ Արման Սարոյանը դիմել էր դատարան նախկին Գևորգ Սրբազանը եւ պահանջում էր, որ իրեն վերականգնեն Մասյացրոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, արդեն ծիծաղելի էր, բայց փաստորեն ծիծաղելու տեղ ունեինք շատ ավելի վատ գործընթաց քաղաքացիական իրավական տիրույթում, որը դառնալու էր քրեաիրավական քննարկման առարկա, հետագայում հանգեցներ ապօրինի քրեական հետապնդումների։ Քաղաքացիական դատարանը, ի տարբերություն քրեական դատարանի, իրականում քաղաքական հնչողություն ունեցող գործերը, գիտեք, ավելի զգայուն են ու ավելի հաճախ քննվում են քրեական դատարանում, իսկ քաղաքացիական դատարանը շատ այսպես փաստի դատարան է, շատ մրցակցային սկզբունքով այսպես տարանջատված եւ երբեք չէի պատկերացնի, որ նախ նման հայցը վարույթ կընդունվի Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցու փոխհարաբերությունները կարգավորող օրենքի խախտմամբ։ Հետո կկայացվի հայցի ապահովման միջոցի որոշում եւ այդ հայցի ապահովման միջոցի որոշումը կդառնա կատարման ենթակա։ Բացարձակ չէինք պատկերացնի, բայց արդեն որ ասում եմ կատարվել է, ես դա նկատի ունեմ, որ այդ տիեզերական հակաիրավականությունը, որը շատ իրավաբանների մտքով էլ չէր անցնի, արդեն մեզ մոտ իրողություն է եւ դա հանգեցրեց քրեական վարույթի նախաձեռնման։ Այն որ քննչական կոմիտեի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Հայաստանում տեղի վխտացող հանցագործությունների բացահայտումներն ու դրանց կանխարգելումները թողած, լծված են քաղաքական գործերով, իշխանական քիմքին հաճո որոշումներ եւ մեղադրանքներ երկնելով, դրանում արդեն մենք կասկած չունենք, բայց որ իրավաբանությունը նման կերպ կխեղվեր, կխեղաթյուրվեր այդ անձանց կողմից, դա ուղղակի այսպես իրավաբանության խոշտանգում էր եւ քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելով, մեր 6 եպիսկոպոսների ելքը արգելելով, հետո արդեն ամենայն հայոց հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելով ու բացակայելու արգելք խափանման միջոց ընտրելով վերջ դրեց իրավաբանությանը։ Ընդհանրապես իրենք կարող են այլևս չխոսել իրավաբանությունից, ավելի ազնիվ կլինի, եթե իրենք վեր կենան, ասենք Հյուսիսային պողոտայում այսպես տաղավար բացեն ու սկսեն
հրովարտակի նման հրապարակել, թե ինչ ցանկություններ ունի Նիկոլ Փաշինյանը եւ նրա քաղաքական թիմը եւ իրենք ինչ են պատրաստվում ըստ հերթականության անելու։ Դա անկեղծորեն ավելի ազնիվ կլինի, քան իրավաբանության շղարշի տակ, իրավաբանություն ասելով այդ քողի տակ այս մակարդակի հասցնեն, այս շրիշակից ներքև մակարդակի հասցնեն մեր այս հրաշալի մասնագիտությունը եւ իրավական հորժորջվող Հայաստանի Հանրապետությունը կանգնեցնեն իրավական աղետի առաջ։ Այսինքն դատարանը մտավ եկեղեցի։ Նախ քննչական կոմիտեն մտավ եկեղեցի, սկսենք այդտեղից։ Քրեական վարույթը նախաձեռնվել է Միքայել Սրբազանի գործով, չէ՞, հունիսի 17-ին 2025 թվականի, հետո արդեն հունիսի 27-ին ձերբակալման որոշումով մտան մայրաթոր, բայց բարեբախտաբար այնտեղ արունահեղությունը ու բախումները կանխվեցին, Միքայել Սրբազանը որոշեց գնալ, ասելով, որ ինքը որևէ առնչություն չունի այդ արարքի հետ ու վախենալու ոչինչ չունի, եւ իհարկե իր ամենամեծ նպատակը այդտեղ բախումները կանխելն էր։ Դրանից հետո արդեն մենք ունեցանք հաջորդող, ապօրինի գործողություններ եւ հետո ժամանակը մեզ ցույց տվեց, որ օրինակ Արշակ Սրբազանի գործով տեսագրությունները իրականությանը չեն համապատասխանել եւ միջազգային փորձագիտական կառույցները, իսկ դրանք կառույցներ են, որոնք որ հեղինակություն ունեն, պատահական չի, որ փաստաբանն այդպես ճիշտ ընտրություն արել ու տարբեր երկրների տարբեր փորձագիտական կառույցներին ա դիմել։ Իմ կարծիքով ես գործինյութերին իհարկե ծանոթ չեմ, բայց որպես այսպես կողքից դիտորդ, ունկնդրող եւ փաստաբան կարող եմ կարծիք հայտնել, որ ձեռբերված ապացույցները պաշտպանական կողմի այնքան ծանրակշիռ են, որ ցավոք հետո Հայաստանը մնալու է այդ իրավական բեռի տակ արդեն եվրոպական դատարանում։ Հետո տեսանք, որ Բարգրատ Սրբազանի գործով մոնտաժված, ինչ որ կտրտված բաներ, խոսակցություններ, ձայնագրություն իրար այսպես ոնց որ իրանք են կտրտված, աղճատված իրենց գործողություններում, այնպես էլ նման բան, այս ոչ որակյալ ձևով կարում են քրեական գործերը, գոնե որակյալ լինի, երբ որ մեղադրանք ես առաջադրում քաղաքական ենթատեքստով պատվերներ է տալի եւ այլն, գոնե մակարդակով լինի, նույնիսկ այդ մակարդակը չկա, մեզ նույնիսկ այդ կարված գործը մակարդակով կարելու բանը չեն հրամցնում, հնարավորությունը չեն տրամադրում, ոնց որ իրենք իրենց բոլոր գործողություններում են ցածրակարգ կառավարում իրականացնում, այնպես էլ այս քրեական գործերը, որոնք ունեն քաղաքական պատվերի ենթատեքստ, ցածրակարգ ձևով են կարված։ Էլ չեմ ասում այնտեղ մեր Մկրտիչ Սրբազանի, Արագածոտնի թեմին տերորի ենթարկելը միայն այն փաստով պայմանավորված, որ Մկրտիչ Սրբազանը հանդիսանում է մեր վեհափառի քրոջ որդին ու այնտեղ թիրախավորեցին, բայց ի պատիվ մեր քահանաների, մեր հոգևորականների Շիրակի թեմում կլինի, Արագածոտնում կլինի, այդ քահանաները, որոնք որ պահպանեցին իրենց ուխտը, կանգնած են մեր եկեղեցու համար, իրենք իմ համար էլիտա են, իմ ազգի էլիտան իրենք են։ Նաև շատ բաներ բացահայտվեց, շատ ջրեր այսպես պարզվեց, այսպես ասած, որովհետև այդ հետապնդումների մեջ մենք նաև հայտնաբերեցինք, ինչպես Միքայել Սրբազանը բնորոշել է տիրադավների, որոնք որ դրժեցին իրենց ուխտը, հավատարիմ չէին, ուղղակի այդպես հավատարմություն էին խաղում մայր եկեղեցուն եւ նրա հոգեվոր առաջնորդին։ Հետևաբար գործընթացները եւ հոգեվոր եւ ազգային եւ իրավականի մասին կարող ենք ընդհանրապես չխոսել, իրավականը, որ ասում է, գոտկատեղից ներքև հարված է ստացել եւ Աստծո կամոք, եթե մենք պահպանենք մեր պետությունը, մեր պետականությունը, կարողանանք մեջքներս ուղղել ու գնանք իրավական ուղեցրով, հետո մենք պիտի որպես պետություն այս ապօրինությունների համար էլի մեր հարկատուների գրպանից պատասխան տանք եվրոպական դատարանում։ Ինչքան էլ հիմա մենք քննադատում ենք, եւ եվրապաշտոնյաների վարքագիծը, երկդիմի, այս ամենաթողությունը չտեսնելը մեր երկրում կատարվող հակաիրավական գործընթացների, ում էլ այդքան ամեն ինչ տաս, ամեն ինչ զիջես, ամեն ասածը անես ու ոչ մի հարցում չընդդիմանաս, պարզա որ
այդպես հայացողական մոտեցում է ունենալու, դա զուտ է, այսպես ենթատեքստային իմաստով, իսկ իրավական գործընթացների մասով, ինչքան էլ մենք խոսում ենք այսօրվա ճգնաժամի մասին, որ Եվրոպան մեզ այս իրավական հարցերում չի աջակցում ու աչքերը փակել է, որ Հայաստանում հակաիրավական գործընթացներ են ամենօրյա, ամենժամյա ռեժիմով ընթանում, բայց Եվրոպական դատարանը բազմաթիվ նախադեպեր ունի եւ ինքը հաստատապես իմ գնահատմամբ չի փոխի իր դատական պրակտիկան, ինչա թե Հայաստանում մի որոշակի ժամանակահատված, մի ինչ-որ իշխանական, այսպես խումբ որոշել է, որ պիտի Հայաստանում իրավականությունը վերացնի ու այդպես ռեպրեսիվ միջոցներով Պատժիչ գործոն է դարձել արդեն։ Նախնական կալանքը վերածվել է պատժիչ գործընթացի իրենց քաղաքական օպոնենտների նկատմամբ, այսպես ասեմ։ Երկրորդը երկակի ստանդարտ մի այլ կարգի դրսևորմամբ։ Մենք նախկին իշխանությունների օրոքել ենք շատ հակաիրավական գործընթացներ ունեցել, դրա մասին մշտապես խոսել ենք, ոչ մեկ կոնկրետ մեր թիմին, փաստաբանների ինձ անհատապես չի կարող նախատել, որ նախկին իշխանությունների օրոք մենք խոսել ենք եւ բազմիցս ենք խոսել եւ պայքարել ենք եւ եթե նախկին իշխանության մեծ սխալները չլինեին կոնկրետ իրավունքի դաշտում, ել չեմ ասում քաղաքական իմաստով, մենք այս ապաշնորհների ոչ անունը կիմանայինք, ոչ ազգանունը, ոչ էլ նրանց գոյության փաստը։ Լիքը մարդկանց ենք հայտնաբերում, որոնց մասին մենք տեղեկացված չենք եղել, բայց այսօր ասենք որոշիչ պաշտոններ են այդ մարդիկ զբաղեցնում ու Հայաստանի ճակատագրի համար որոշումներ են կայացնում, ինչը շատ ցավալի է, որ վրիպել է մեր աչքից եւ դա ես վերագրում եմ նախկինների սխալին, որը իհարկե ուղղելի է, կարելի է ուղղել, դեռևս ժամանակ կա, անսխալական ոչինչ չկա, բայց կան սխալներ, որոնք օրինակ երկրների համար գոյության գերի ու քաղաքակրթությունների համար ճակատագրական են։ Հիմա ազգեր կան, որոնք ուղղակի պետություն չունեն, երևի սենց սխալներ են թույլ տվել ու այդ հետևանքի են հասցրել։ Հետևաբար, եթե մենք վերլուծում ենք այսօրվա իրավական գործընթացները, մեկ բառով ընդհանրական ասենք, որ համատարած հակաիրավականություն է։ Մենք նաև ձեռագիրն ենք տեսնում, որ նույնն է, կալանավորում են, որոշ ժամանակ մնում են կալանքի տակ, հետո դա փոխարինվում է տնային կալանքով։ Դա եղավ կաթողիկոսի քրոջ որդու, ինչպես նշեցիք, Մկրտիչ Սրբազանի դեպքում, կաթողիկոսի եղբոր եւ եղբորորդու դեպքում, եղավ նաև Միքայել Սրբազան դատավճռից հետո։ Շատ հետաքրքիր է Արագածոտնի թեմի հաշվապահի դեպքը, Ալավերդյան, Նաիրա Ալավերդյան։ 5 ամիս այս մարդը եղավ տնային կալանքի տակ, հետո ազատվեց։ Այսինքն ոչ մի բանի համար մարդը 5 ամիս եղավ կալանքի տակ։ Ինչպես է փոխհատուցվելու այս ժամանակը բարոյական, հոգեբանական այս հսկողությունը, որ եղել է նրանց վրա։ Ամիսներ շարունակ անձը մնաց անազատության մեջ, իրոք ոչ մի բանի համար, որովհետև օրինակ այդ Արամայիս Թախմազյանը, այդ նախկին կարգալույծ Տեր-Թադեն, ասում էր, որ ինքը աշխատավարձը չի ստացել։ Ու ես անձամբ մայրաթոռին հարցում եմ արել, համապատասխան տեղեկանքներ եմ վերցրել, որ նրա բանկային հաշվին իր ծառայությունների մատուցման պայմանագրով գումարները փոխանցվել են բանկային հաշվին։ Պատկերացնում եք, անձի բանկային հաշվին փոխանցումներ են արվում, անձն ասում է, ես այդ գումարը չեմ ստացել։ Այսինքն ուր են հատում իրենք էլի սահմանը ու նայրային վերցնում են արգելանքի, այնտեղ վկաներ ունենք, բան ոչ մի վկա էլ չէ, դրվագներ ունենք, ոչ մի դրվագ առ այսօր չավելացավ, այդպես ուղղակի քննչականը սպասարկում է այդ կապրիզը Արագածոտնի թեմի հետ կապված ու գլխավոր հաշվապահը իհարկե կարող էր թիրախ լինել, որտեղ այսպես ուզում էի Մկրտիչ Սրբազանի համար բան, այդ գումարների յուրացման, հափշտակության ինչ որ հանցակազմեր հնարել, որը իհարկե չստացվեց իրենց մոտ։ Ընթացքի մեջ անընդհատ ասում էին, որ դեռ քննչական գործողություններ կան, որոնք կարող են դրվագներ ավելացնել, այդ դրվագները չավելացան։ Դեռ ավելին չձեռք բերվեց մի ապացույց, որը կհաստատեր Նաիրայի մեղավորությունը տվյալ պարագայում։
Եվ հիմա Նաիրան էլի մնում է մեղադրյալի կարգավիճակում։ Իրեն տնային կալանքից ազատելու մասին որոշումը չի նշանակում, որ ինքը հանրային քրեական հետապնդումը իր նկատմամբ դադարեցվել է։ Նրա նկատմամբ կիրառված է բացակայելու արգելք խափանման միջոցը դեռ, եւ Նաիրա Ալավերդյանն այս պահին գտնվում է դեռ հանրային քրեական հետապնդման տակ մեղադրյալի կարգավիճակում, բայց ես առավել քան վստահ եմ, որ հիմա քննչականը արդեն գործողություններ է կատարում, որ բանկից վերցնի բանկային տեղեկանքները, այսինքն չեն կարող ասել պարոն Արամայիս Թախմազյան, մի հատ գնա բանկից քո ռեկվիզիտները քաղվածքով հանի, բեր տուր քննչականին, մի հատ դնենք համեմատենք, տեսնենք դու այդ գումարները ստացել ես, թե չէ։ Չէ, իրենք քննչական գործողություն են կատարում, ինչը օրենքով իհարկե թույլատրելի է, ու պիտի պարզեն, տեսնեն մայրաթոռը տեղեկանքը, որը տվել է պաշտպանների միջնորդությամբ, այդ տեղեկանքում արձանագրված տվյալները, որ գումարը բանկային փոխանցումով է Արամայիս Թախմազյանին փոխանցվել պարբերաբար, կանոնավոր, ըստ ծառայությունների, մատուցման պայմանագրերի, ուրեմն վճարների, հարկերը հաշվարկվել, հարկերն ա վճարվել, մնացածը փոխանցվել է իր բանկային քարտի։ Կանգնում ասում է, որ ինքը այդ գումարները չի, տեսեք ուր են մտնում, էլի։ Հիմա քննչականը կատարում է քննչական գործողություններ, որ երևի այդ բանկային բաները ձեռք բերի, տեղեկանքները ձեռք բերի, հաջորդող գործողությունը դա պիտի լինի, էլի, ուրիշ անելիք չկա այդտեղ։ Դրա համար իրականում դատավոր Մանվեր Շահնազարյանը լավ դատավոր է, ճիշտ է, այս վերջերս ինչ որ որոշումներ կայացնում, որը որ իրեն նման չի այլ գործերով, բայց կոնկրետ իմ հետ շփումներում ես ինչքան որ վարույթներով իր հետ շփվել եմ, ես իրեն լավ դատավոր կբնորոշեմ եւ այս անգամ իհարկե արդարացի որոշումներ կայացրել, ընդհանրապես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժել էր, բայց փաստը մնում է փաստ, որ Նաիրա Ալավերդյան դեռ մեղադրյալի կարգավիճակում է։ Այս ամեն ինչը գծիկի նման պտտվում է Արագածոտնի քահանաների գործերի շուրջ։ Երկրում հանցավորության մակարդակը այն աստիճանի է հասել, որ արդեն այս խախտումները, դատավարական գործողությունները մղվել են երկրորդ պլան։ Օրինակ, խուզարկությունները, որ արեցին, ու խուզարկություններից շատերը Վերաքննիչ դատարանը անօրինական ճանաչեց եւ վերացրեց այդ խոզարկության որոշումները, որ մտել էին Արագածոտնի թեմի քահանաների բնակարաններ, կհիշեք, առավոտ գիշերով մտել էին երեխաները, վախեցել ընտանիքի անդամները ահաբեկված վիճակում, թե ինչ է կատարվում, պարզվում է քննչական կոմիտեն խոզարկությունները արել ու ինչ կա չկար հավաքել տարել էին։ Հիմա բացի քահանաների հեռախոսներից անձնական մնացած ու գումարները արգրաված մնացած իրերը, որը պատկանում էին կանանց երեխաներին, վերադարձրել են։ Հիմա կոնկրետ Տեր Հայ քահանա Սահակյանի երեխայի պլանշետը չեն վերադարձնում։ Ասում են, բա մնացածինը վերադարձրել եք։ Այս մի քահանային, այս մի պլանշետը, որ երեխան դպրոց է գնում, իրան ուսումնառության համար դպրոցական երեխա է։ Մնացածինը տվել եք, ասենք, հեռախոսները, կանանց հեռախոսները, երեխաների համակարգիչները, այս մեկն էլ տվեք, քննիչը արձակուրդում է, քննիչը մեկնել է արտերկիր, վաստակած քննչական խմբի ղեկավարը, օքեյ, 54 քննիչ կա գործով, զանգում եմ այն մյուս քննիչին, ասում է, գիտես, այդ բաները իրերը վերադարձնելու կուրացիան մեկին է հանձնարարված, այն մյուսին եմ զանգում, ասում վերադարձրեք էլի, ռեկվեստով դիմում եմ ուղարկել, գրում եք, որ ավարտած է, պատասխան չեք տալի, ռեկվեստ համակարգն է մեզ ուղղորդում, ասում է, զանգեք այդ նույն կազմակերպություն, հա, կամ այդ գերատեսչություն, որին ուղղել եք ձեր պատասխանը եւ ըստ էության գրավոր կամ էլեկտրոնային եղանակով չեք ստացել պատասխանը, ասում է, գիտեք, մենք հենց հիմա բանով ենք ծանրաբեռնված Աչափնյակի սպանության գործով, էլի, որտեղ նաեւ զոհ ունեցան վիրավորներ։ Ես իհարկե հասկանում եմ քննիչներին, թե ինչ մղձավանջի մեջ է հիմա ոչ թե քննչական կոմիտեն առհասարակ ու այնտեղ լավ քննիչներ կան, լավ իրապես լավ իրավաբան, լավ մարդիկ, որոնք թաթախվում են անուղղակիորեն ուզեն թե չուզեն,
բանա հետ մարդկանց արատավորելու գործընթաց է սկսվում իրավական առումով, որովհետև իրենք որպես իրավաբան, եթե իրանց որոշումները լիներ, սենց բաներ չէին անի։ Դրա վերջը մի օր գալու է, չէ՞, ինչքան է շարունակվելու։ Իր պատասխանը ինքը պիտի տա, ամեն մեկն էլ որպես պաշտոնյա պիտի իր չափով պատասխան տա, թե ինչու ա եղել այս գործընթացների մեջտեղում եւ ինչու է այս որոշումները կայացրել։ Եթե մենք մի ընդհանուր բնութագրում տանք այս ամենին, այսինքն պետությունը դատարանների տեսքով ներխուժել է եկեղեցի եւ խառնում է եկեղեցու ներքին հարցերին։ Այսինքն երբ քահանան կարգալույծ է լինում, դիմում է դատարան, որպեսզի իր կարգալույծ եղած այդ վճիռը չեղարկեն։ Դա նույն բանն է, որ ես վագնամ դատարանին, ասեմ ինձ մատկը մկրտես, ասենք, ոնց որ 93 թվականին մկրտվել եմ, դուրս չի եկել, հա, մի հատ նորից կմկրտես ինձ, հա, абսուրդ, մի այնպիսի իրավական, մի այնպիսի հոգեբանական հարված, իրենք հարված են հասցնում նախ մեր հոգևոր արժեքներին, իրենք արածը մինչև իրավաբանական, հա, այսպես վերլուծություն անելը ու իրավական խնդիրներին անդրադառնելը, օրինակ ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վիրավորում են, կպնում են իմ եկեղեցուն, որի եկեղեցու հետևորդն եմ, հա, ես հայաստանյաց առաքելական սուրբ, իմ հոգևոր հովին, կպնում են իմ հոգևորականներին, ամեն օր անվանարկում են իմ հոգևոր արժեքները, ես մի օր իրենց աղանդավոր հովիվին մի բան ասած կամ, չկամ, կրոնի ազատությունա, ով ուզում է պաշտի, դավանի, իրենց գործն է, բայց մենք մի օր, հա, ես չեմ լսել, որ այն հայերը, որոնց ես ճանաչում եմ կամ որոնց հետ շփվում եմ, իմ եկեղեցու ներսում, իմ կրոնական կազմակերպության ներսում, չեմ լսել, որ ասենք հարցակվեն ինչ-որ մեկի հոգևոր, կարծիք կարող են շատերը արտահայտել, որ դա ճիշտ չի, ճիշտը սա, կրոնական դեբատներ են, որոնք անհիշելի ժամանակներից գոյություն ունեն, դա մինչև քրիստոնեությունը ու դրանից հետո էլ, երբ որ մենք ճանաչեցինք իրական Աստծուն, հիմա իրանք կոնկրետ ինձ վիրավորում են որպես իմ եկեղեցու, հա, եկեղեցու հետևորդ, որտեղ առավոտից իրիկուն անվանարկում են, զրպարտում են, խոսում են հոգևորականների անձնական կյանքի մասին, որը օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունի։ Մենք հիմա օրինակ Ստեփան Ասատրյանի հերյուրանքի ու զրպարտության մասով հայց ենք նախապատրաստում, առայն որ նա Միքայել Սիրբազյանին ինչ որ մեղադրել է, իսկ դրա մասին էլ վերջերս ենք իմացել, երբ որ Միքայել Սիրբազյանը ազատվեց, հա, արդեն կալանքից ու սկսեց տնային կալանքը կրել, այդ ժամանակ այդ փաստերը ի հայտ եկան, որտեղ նենց չի որ մենք նստած սա նստում ենք լսենք, տեսնենք ով ինչա բարբաջում։ Հայտնաբերեցի, որ ասենք իմ եկեղեցու հոգևոր առաջնորդներից, հա, մեկի, թեմի առաջնորդներից մեկի հասցեին, ասենք, տենց բանա հնչում։ Այդ զրպարտությունները ամբողջովին ուղղված են հայ առաքելական եկեղեցու հետևորդների հոգևոր դավանանքին, արժեքներին, որ դրա դեմ ոտնձգություն է։ Ես նախ դա այդպես եմ գնահատում, հետո նոր դրանք իհարկե վերլուծում եմ իրավական տեսանկյունից եւ իրավական գործիքակազմի օգտագործմամբ պայքարում ենք այդ ամենի դեմ։ Քանի դեռ այս իշխանությունը կա, ինքը ավելի բարձր շեմ ունի, այլ կերպ ասած level ունի, որի մասին մենք պատկերացում չունենք։ Իրենք հատել են բոլոր կարմիր, կապույտ, նարնջագույն, բոլոր գույնի գծերը հատել են։ Օբյեկտիվ իրականության մեջ ինչ գույն պատկերացնում եք, իրենք բոլոր գծերը հատել են։ Ոչ միտեղ արգելակող ոչինչ չունեն։ Դրանով է պայմանավորված, որ ասենք անակնկալի եկանք, բայց փաստա որ ասենք ադրբեջանցիները հատել են սահմանը, ուստի բան են անում, զբոսնում են, հա, նկարահանում են, նկարահանումներ են անում։ Հա, օքեյ կլիներ, եթե խաղաղությունն իրական լիներ, եթե իրավական գործընթացներն իրական լինեին, նախ այդ խաղաղությանը իրավական գործընթացներ են նախորդում։ Այդ բոլոր պայմանագրերը դա իրավաբանություն է, դա իրավական միջազգային իրավունքի դրսևորում է, կիրառում է, եւ եթե
այդ իրավականությունը միջազգային իրավունքի բացակայում, այդպես մերկապարանոց խաղաղություն, մենք կարող ենք հիմա գնալ Բաքու ու ասենք, օրինակ իմ ընկերուհին բանից է, հա, Սումգայիթից են, իրենք արմատներով գնանք իր հետ, ասենք իր պապերի տունը գտնենք, տեղը գիտեն, կամ գնանք Բաքու գտնենք, չենք կարող, ասենք պատկերացնում եք մեր ներկայությունը Բաքվում, էլի որևէ հայի պահանջատիրական խաղաղ ներկայությունը Բաքվում, էլի աբսուրդի ենք հասնում, դրա համար էս բան չկա, սահման չկա։ Այստեղ լուծումը մեկն է, որ 2026 թվականի հունիսի 7-ին հայ ժողովուրդը այս հակաիրավական իշխանությանը, հակապետական իշխանությանը նախ իր քվեով պատժի եւ հետո ճիշտ ընտրություն կատարի հաջորդող գոյաբանական խնդիր լուծելու համար, այսպես։ Շնորհակալություն Տիկին Սարմանյան։ Եթերում ուղի խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։